Անչափահասներին թմրամիջոց վաճառելու համար նախատեսված պատիժը խստացվում է։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա ազատազրկում, ապա նոր նախագծով այն կդառնա 8-ից 15 տարի։ Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում է քննարկվում։ Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցներ իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ։ Երկրորդ, առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասին թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով Telegram կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ ՔՊԱ-կան պատգամավորն առաջարկում է խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը, պատիժ տուգանքը սահմանելով առավելագույնը տասնապատիկի փոխարեն 20-ապատիկի չափով և 1 տարվա ազատազրկման փոխարեն պատիժը սահմանել 2 տարի ժամկետով։ Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկը դարձնել 20-ապատիկից 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժ 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ։ Եվ երրորդ, անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն սահմանել 3-ից 6 տարվա պատիժ։ Հիմնական զեկուցողը նշեց նաև, որ առաջարկվում է խստացնել վարչական պատասխանատվությունը։ Առանց իրացնելու նպատակով մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքը 200-ից 400 հազար դրամի փոխարեն սահմանել 400-ից 800 հազար դրամ։ Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը 400-ից 800 հազար դրամի փոխարեն սահմանել 800-ից 1 միլիոն 600 հազար դրամ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն էլ որոշել է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար վերանայել աշխատավարձերը։ Նախագիծը խորհրդարանականներին է ներկայացնում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը սահմանվում է կառավարության որոշմամբ եւ ահա այսպիսի մի իրավիճակ ունենք։ Ես բերեմ օրինակ առաջին քարտուղարի օրինակը, Երևանում արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայություն իրականացնող դիվանագետը ենթադրենք առաջի քարտուղարը եւ կա բնականon աճի օրենքով կարգավորված հնարավորություն, ասենք առաջի քարտուղարը կարող է ստանալ 267 հազար դրամից մինչեւ ասենք 366 հազար դրամ, մինչդեռ նույն առաջին քարտուղարի աշխատավարձը կառավարության որոշմամբ օտարերկրյա պետությունում ծառայող առաջին քարտուղարի աշխատավարձը մոտավորապես 157-ից 178 հազար դրամ է։ Նախարար Միրզոյանը տեղեկացնում է, նախագծով առաջարկվում է որոշ երկրներում բացել դիվանագիտական գրասենյակներ։ Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ նպատակարար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց այնուամենայնիվ դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա եւ այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում ուրեմն հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանը, վերանայվում են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ըստ այդմ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը իրենց հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով, գիտեք դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, այլ երկիր, եւ ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք առավելագույնը միասնական ուրեմն ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը։ Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառույթների համար, գործարքների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը որ թույլ կտա նաև հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար բնականաբար ծննդյան վկայականն է, որ դիտարկվելու է որպես անձը հաստատող փաստաթուղթ։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով փաթեթի ընդունումը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով կորցրել կամ չեն վերցրել ծառայությունը փաստող փաստաթղթերը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելով։ 24 թվականի հունվարի 16-ի օրենքով կատարված լրացումներով նախատեսվել էր 27-ից մինչև 37 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած անձանց, ինչպես նաեւ օրենքի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու պարտավորությունը, որը որոշակի խնդիրներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանձվածների կարգավիճակով հաշվառված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմելու գործընթացում։ Աժն քվեարկությամբ ընդունել է արտահերթ նիստի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։